Հանուն հոր և որդու և հոգվույն սրբո ամեն։ Մարդու որդին երկա արդյոք հավատ պիտի գտնե երկրի վրա։ Ուգասու ավետարանի 18-րդ գլխում 8-րդ համարի մեջ մենք կգարտանք այդ ամենեն կարևոր հարցերեն մեկը, որ ուղղված է յուրաքանչյուրիս այսօր։ Երբ մարդու որդին, այսինքն երբ Քրիստոս ետ գա աշխարհ, արդյոք հավատ պիտի գտնե երկրի վրա։ Հարց տվեք դուք ձեզ։ Այսօր մեծ բահոց թադավորի գիրագին է։ Եվ այսօր մենք լսեցինք Ջաշու ավետարանի մեջ ընթերցված թադավորի այդ արագը հայրի գնոջ, երբ գերտա գբայքարի, գշարունակե, գաղոթե և անարդար թադավոր մեր թիմացմուկա և առաջին քանի անգամը իր թադը չի տեսնի։ Բայց երբ գարտանք ավետարանը հոն կտեսնենք, որ այրիկինը հետս հետ է, անդադար այդ թադավորին գերտա թուրը գզարն է և ի վերջո գսե իմ թադս մդիկ պիտի ենես թում և թադավոր այլևս այդ գնոջ վազ անցնելով, այսինքն մեկ կողմ տնելու համար գսե լավ, թադըտ նայիմ ինչ է և թադը գշահի և այսօր այս թադավորի գիրագի ավետարանին մեջ են մենք երկու կարևոր բան կսորվենք, որ այսօր գրնանք գաբեր մեր կյանքին է։ Առաջին այդ բանն է, որ մենք պետք է անդադար աղոթենք, անդադար աղոթենք։ Եվ երկրորդը ամենեն կարևորը հավատալ, հավատքով աղոթել։ Ոչ թե բարձ փերանացի սապ վերեն աղոթել, այլ խոր կմտնել, հավատքով աղոթել։ Եվ Քրիստոս իր աշակերտներուն հետ կխոսի, կքարոզե, գերտա տարբեր վայրեր, մարդիկ իրեն թերևս կտեսնեին որպես թադավոր, իր հետևորդներ ուներ, իր մարդիկը ուներ ետևեն, որ գերտային։ Եվ կային մարդիկ, որ իրեն թադավոր կգարձեին, և մենք այսօր մենք որպես քրիստոնյաներ, մենք ջանչնանք Աստված որպես արդար թադավոր։ Թադավորը, որ թադավորներում թադավորն է, ինչպես բժիշկներում բժիշկ, Քրիստոս, Աստված թադավորներում թադավորն է։ Եվ այսօր, սիրելիներ, 21-րդ դարու մեջ, որ կապրինք ամեն օր մենք մեր քեֆին ետևեն գերտանք, երբեմն անարդար կմոտենանք ուրիշներու հանդեպ, երբեմն ուրիշներ ոտնագողել կուզենք, որ մենք տեղ մահասնենք, սուտ բաներ կխոսենք, դարբեր բաներ գնենք, որ մենք առաջ կանք, մենք երևինք ուրիշներուն, որ դեսեք, մենք բան մգնենք, բայց մենք կմորնանք երբեմն, որ նույնիսկ եթե անիրավ ենք, նույնիսկ եթե կփորձենք մեր ուզածը ընել, որպեսզի հարաճ գան, կմորնանք, որ թադավորը գա Աստված, որ ինք կթադե մեզ բոլորս։ Որքան որալ ուզենք սիրելիներ, որքան որալ բնթենք, որքան որալ միշտ աղոթենք, եթե մեր փարիքին համար չէ, եթե Աստծո փարապանելու համար չէ, այդ խնդրանքներդ, այդ բաղարանքներդ դեղը չեն հասնի։ Հետևաբար անդադար աղոթել, աղոթքը այս արագին համաձայն աղաչանք է, բաղարանք է այրի գնոջ կողմը, որ այրիկինը կներկայացնե անիրավ թադավորին իր իրավունքը ստանալու համար։
Եվ մենք, որպես հարազատներ, հավատացյալներ, մեր աղոթքը այսօր կբարձրացնենք, որպես աղաղա, որպես աղաչանք, գոչ աստվածային, որպեսզի անոր արատ ողորմության արժանանանք բոլորս անխտիր։ Երկրորդ ճշմարտությունը ինչպես էսի, հավատալ, հավատքով աղոթել։ Միշտ ասած ենք սիրելիներ եւ միշտ պիտի հիշեցնենք։ Չի փավել միայն եկեղեցիքանք, չի փավել մոմերը վարել, չի փավել խումբ վարել, այլ ավելին սիրելիներ, ավելին պետք է ուզենք։ Խնդրեցեք Աստուծմե եւ պիտի գրվի եւ հավատքով խնդրեցեք։ Հավատալը սիրելիներ թյուրին բան չէ։ Մանավանդ երբ եկեղեցի ուկա, երբ հավատքով գետրոնացած ենք, նույնիսկ եթե մեկում հերացայինը զարն է, պիտի չի խրովի։ Նույնիսկ եթե մարդիկ ետևը կխոսին եւ մտիկ չեն ներ եկեղեցու արարողության, իրենց պիտի չի նային եւ ասենք ինչու կխոսի, աղոթքով պետք է մնաք ոստեղ։ Նույնիսկ եթե մարդիկ ոտքի դրած եկեղեցվո մեջ, նույնիսկ եթե մարդիկ ջաշ բերած եւ ջաշ կուներ, իրենց պիտի չսենք, որ գամա պիտի չի հիշեցնենք, որ դուք սխալ գործեք, երբ ուկանք եկեղեցի, արդար թադավորին գունը, courthouse կուկանք սիրելիներ, ինչպես մենք երբեմն չարություն գնենք, Պարկինգի թիկետ կստանանք և երթանք թադարան, ոն թադավորը գա, ոստիկաններ գան, և մենք զուստ կլանք։ Այսօր հիշադակ է, հիշեցնելու արիտ է, որ երբ ամենեն մեծ courthouse-ը կուգան, երբ Աստծո թիմաց թադավորին թիմաց կգենանք, ավելի զուստ պետք է լանք և գետրոնանանք հավատքով աղոթենք, այդ է այսօրվան պատկամը։ Այսօրվան պատկամը մեզ կհիշեցնե այրի պատմությունը, բայց ադգե ավելի է այսօրվան թրվակին ընդ են այդ սովորելիքներ, որ մենք պետք է սորվենք։ Մենք պետք է սրբակրենք մենք մեզ, մենք թադենք մենք մեզ, հետո ուրիշին երտանք և թադենք անոնց։ Այսօր խոնարհությամբ մոտենանք սիրելիներ։ Հաջող մենք երբ որ աղոթենք կցանցրանանք, չէ՞։ Երդասարտներ դուք, I don't come to church because it's boring. I don't come to church because it's too long. I don't understand the badarat, the liturgy. I don't understand what the priest is saying. That's why I'm speaking in English now, so you guys can understand. Դուք աղոթքով եկեք սիրելիներ։ Հոգ չէ, որ քրափար չեք հասկանալ։ Գատ մքահանաներ, ես ալ շատ լավ քրափար չեմ գիտել։ Ինչու սուտ պիտի խոսենք։ Ինչ որ ճիշտ է, ինչ որ սխալ է։ Բայց մենք կփորձենք սորվիլ, մենք կփորձենք արդարել, մենք կփորձենք հավատքով մոտենալ, հավատքով աղոթել, բայց մարդ ենք ի վերջո։ Դուք ալ մարդ եք սիրելիներ, մենք բոլորս մարդ ենք, սխալական։ Մենք ինչ գնենք, հավատքով կմոտենանք, կամ ալ մագերեսային, superficial ուկանք գաղոթենք, որովհետև իմ մամաս բաբաս կսե, մեզ մայրիկս, մեզ հայրիկս կսե, որ եկեղեցի եկեք, հետո գերտանք ժամանց միասին ժամանակ կանցնենք։ Ավելին սիրելիներ, ավելին նայեցեք։ Դուք երդասարտներ, դուք եք մեր աբական։ Այսօր մեր մայրիկները, հայրիկները հոս են, ասված երկար կյանք տա բոլորին։ Բայց ժամանակը կարճ է, կյանքը կարճ է։ Եթե դուք ոտքի չելեք, դուք չբայկարիք չարին թեմ, դուք չերթակ և թադավորին թուրը չզարմեք միշտ, ծեր թադն դեսնելու համար։ Ով պիտի հոգացես։ Դուք ցեզ նայեցեք սիրելիներ,
Դուք եթե առաջ եկաք, դուք ցես համար դնեք, բայց նաև ցեր ընկերները, եղբայրները, գույրերը ցեր հետ առաջ բերեք։ Մի ասեք հոգս չէ, I don't care, everyone's for themselves. No. Մեկ ցերկով ծապ չենք զարնել մենք։ Երկու ցերկ ուզե որ ծապ զարնի։ Դուք իրարու օգնեցեք սիրելիներ։ Սիրեցեք սիրար։ Քեն մի բահեք։ Մենք մեզ թադավորներ չսարքենք ուրիշին վրա։ Մեկ թադավոր դա։ Մեկ թադավոր։ Եվ այսօր խորանին ետև կանգնած խորանը փակ մեր թիմաց եւ մենք թուրը գզարնենք գսենք փած մեզ դեր թուրը դակայության մեր սրդերը փանանք հավատքով աղոթենք եւ անդադար աղոթենք առանց ցանցրանալու չեք հասկանալ քրապարը լեցուն քիրքեր կան որ քրապար աղոթներ աշխարհապար թարգմանված են Աշխարհապար չենք գիտել հայերեն կարդալ transliterated version-ները կան անգլերեն լեզվով բادرվակ չգտնենք չփնտրենք եւ առաջ ելանք որ այսօրվան այս թադավորի գիրագին ընդմեջ են մենք բարձրանանք մենք բարձրացնենք ուրիշները եւ տեսնենք որ եթե մենք բարի ելանք աղոթենք առանց սանձնանալու եւ գետրոնանանք գիտեմ այս ժամանակ երդասարտներ ցեզ համար it's a TikTok era social media is everywhere ամեն 10 երկվարյան վեր գանենք TikTok-ը, Facebook-ը, ինչ որ է, Instagram-ը եւ միշտ նյութին գերտան երբ եկեղեցի երբ հավատքի մոդենան, երբ աղոթենք, այդ TikTok mentality-ին պետք է դուրս անենք մենք մեզ գետրոնանանք, որովհետև աղոթքը 5 երկվարյանվա աղոթք չէ, այլ պիտի գետրոնանանք եւ մոդենանք Աստծո, որ Աստծո անունը միշտ փառավորվի, այսօր վնե մինչև հավիտյան, ամեն